Բնակիչներ, մենք գտնվում ենք կառավարության դիմաց, մեր նստացույցը շարունակվում է գեյների վերադարձով զբաղվելու պահանջով, անհետ կորածների հարցերով զբաղվելու պահանջով, մեր նստացույցը շարունակվում է, մենք գտնվում ենք կառավարության առջև, սա կառավարություն շենքն է, Արսենը, Արթուրը, Տարոնը կմոտենա, Աչյան, Բարուս Աչյան, Մարդական, միասին, մեր պայքարը մենք շարունակում ենք, այս մասին խոսել ենք, այո, նստացույցը ամենաարդյունավետ ձևը չէ, նստացույցը այսօրվա մարտահրավերներին, եղած մարտահրավերներին համարժեք չէ, միանշանակ, որոշ խելացիներ ճակերտով կան, ինձ ասում են, ինձ են սովորացնում, թե գեյներին նստացույցով չեն վերադարձնում, ես լավ գիտեմ գեյներին ոնց է վերադարձնում, շատ լավ եմ պատկերացնում, բայց այսօրվա իրավիճակում, եւ այդ իրավիճակի մեղավորը մենակ ԿՊՆ չի, ինչպես իրենք են ասում, համար առաջի պատասխանատուն են իրենք, բայց մեղավորը մենակ իրենք չեն, մեղավորը մենք բոլորս ենք, մեր անտարբերությամբ, մենք չէ, ստեղ նստածներս չէ, ստեղ նստածներս չէ, տունը նստածներն ենք, մեր անտարբերությունից, ասեմ ձեզ, ամենամեղն է, գիտեք, երեք հերթական անգամ մենք տեսանք ազգային ժողովում, հերթական անգամ հիստերիա, հերթական անգամ վիրավորանքներ, հերթական անգամ, ընդդիմության վրա, այսպես ասած, գոռալ, ճվալ, վիրավորել, ես հարցը պարզ է, շատ պարզ է, ինչ գործում է այդ մարդը վարչապետի մինչև այսօր, որ ինքն էլ այդպեսի վերաբերմունք ցուցադրից։ Մենք հանդուրժել ենք, հանդուրժում ենք, ինքն ցուցադրում։ Մենք դրան ենք արժանի, ես չէ, այստեղ եղածներս չէ։ Բայց ընդհանուր վիճակը այդպեսին է։ Մենք ենք մեղավոր, մենք պետք է դա շտկենք։ Այսօր մայիսի 8-ն է։ Եթե մենք արժանի լինեինք, մենք այսօր պետք է նշենք Շուշիի ազատագրման օրը։ Բայց մենք արժանի չեղանք։ Ընդհանուր հայությունը, հավաք հայությունը, նաև այն մարդը, ով որ իր ձայնն էր 5000 դրամով վաճառում, այն մարդը, ով որ հավատում էր սորոսականներին, եւ այլն։ Մենք այսօր զրկվել ենք Շուշիի ազատագրման օրը նշելու իրավունքից, մենք զրկվել ենք։ Իվիճայրս ձեզ ասեմ, այդ որ երաբլուր ենք գնում, սրտաջմլիկ, նկարներ ենք գցում, մենք այդ իրավունքից էլ ենք զրկվել, իվիճայրս ասեմ ձեզ, որ իմանաք, դաժան, բայց երաբլուր գնալու իրավունքից էլ ենք զրկվել, քանի դեռ Շուշին հանձնված է, քանի դեռ Ստեփանագերդը հանձնված է, մարդիկ ովքեր որ իրենց ամենաթանկն են նվիրել Շուշին ազատագրելու համար, Ստեփանագերդը ազատագրելու համար, Արցախ ազատագրելու համար, ինչ երեսով եք իրենց մոտ գնում, ես չգիտեմ։ Շուշիի ազատագրման օրից զատ 5 տարի առաջ այս օրը ասեք։ Հեսա օրագիր նյուզից լարագրողներ են եկել, մարդիկ օրագիր նյուզի միջայլոց այն հատուկենտ լրատվականներից է, ովքեր մեր այս 7 ամսվա պայքարի ընթացքում մոտեցել են, լուսաբանել են, ինչ է ուզում ասեի, նաև 5 տարի առաջ այս օրը ազգային ժողովում վավերացվեց Լանզարոտեի կոնվենցիան։ Այն ժամանակ էլ գիտեք, կհիշեք, կորոնավիրուս է, շրջափակված էր, 10-15 հոգով ենք գնացել ազգային ժողովի մոտ եւ 10-15 հոգով ենք ակցիա արել, որպեսզի Լանզարոտեի կոնվենցիան չվավերացնեն։ Այսօր շատերը մոռացել են Լանզարոտեի կոնվենցիայի մասին։
բայց Լանզարոտե կոնվենցիան իր քանդող գործունեությունը կատարում է։ Այսինքն այն process-ը, որ իրենք որ վավերացրեցին եւ այդ փաստաթուղթը այսօր վավերացված է Հայաստանի Հանրապետությունում, դա շատ մեծ մեղք է, շատ մեծ։ Եվ առաջին հերթին մեր սերունդների, մեր երեխաների հանդեպ։ Հա? Եվ այստեղ մենք մոռացել ենք, որ նման փաստաթուղթ է վավերացված Հայաստանի Հանրապետությունում, եւ մենք մոռացել ենք, որ այդ փաստաթուղթը իր հակազգային, հակապետական, հակահայկական գործունեությունը ծավալում է սուսուփուս։ Բնականաբար, այս մասին խոսել ենք, այսօր ենք խոսում, ոչ միայն մեզնից խլվեց Շուշիի ազատագրման օրը, այլև մեզանից խլվել է պահանջատեր սերունդ դաստիարակելու, կերտելու հնարավորությունը։ Եվ մենք նախ պետք է դա վերադարձնենք, այդ իրավունքը վերադարձնենք մեզ։ Ինչևէ, մենք այստեղ ենք, մենք այստեղ լինելու ենք, անպայման ենք լինելու, մնացածը կհանդիպենք, լավ եղեք, խնդրում եմ տարածեք, միասին մենք ելնելու ենք հաղթանակ, կամ համախմբում հաղթանակ։